Հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու, Սուրբ Անտոն Անապատական, հոգևոր խրատներ բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են մոտենալ հոգևոր կյանքին։ Ազատ մի համարիր նրանց, որոնք ազատ են ըստ կարգավիճակի, այլ նրանց, որոնք ազատ են ըստ կյանքի և ըստ բարիքի։ Օրինակ, պետք չէ իսկապես ազատ կոչել անվանիներին և այն հարուստներին, ովքեր չար են և անխիղճ, որովհետև այդպիսիք էությամբ զգայական կրքերի ծառաներն են։ Հոգու ազատությունը և երանությունը իսկական մաքրության և ժամանակավորը արհամարհելու մեջ է։ Հիշեցրու քեզ, որ դու պետք է քեզ միշտ խելացի հանդես բերես, բայց դա պետք է անել բարի կյանքով և բուն գործով։ Ճիշտ այնպես, ինչպես հիվանդներն են բժիշկներին որպես փրկարարներ ու բարեգործներ ընդունում ոչ թե խոսքով, այլ գործով։ Թե ում հոգին է իսկապես խելացի և առաքինի, հայտնի է դառնում հայացքից, քայլվածքից, ձայնից, ժպիտից, խոսակցությունից և վարվեցողությունից։ Նրա մեջ ամեն ինչ փոխվում է և ընդունում բարեձև տեսք։ Նրա աստվածասեր միտքը զգոն դռնապանի պես դուռը փակում է չար և ամոթալի խորհուրդների դեմ։ Նայիր քո շուրջը և իմացիր, որ նախարարներն ու տիրակալները իշխանություն ունեն միայն մարմնի վրա, այլ ոչ թե հոգու։ Միշտ այդ մտքումդ պահիր։ Ուստի երբ նրանք հրամայում են, օրինակ, որևէ մեկին սպանել կամ մի անտեղի բան անել կամ անարդար գործել և վնասել հոգին, պետք չէ նրանց լսել, թեկուզ տանջեն մարմինը։ Աստված հոգուն ստեղծեց ազատ և ինքնիշխան։ Նա ազատ է վարվելու, ինչպես ցանկանում է՝ լավ կամ վատ։ Խելացի հոգին ջանում է ազատագրվել մոլորությունից, ամբարտավանությունից, հպարտությունից, կեղծավոր սրտից, նախանձից ու հափշտակությունից և նման այլ բաներից, որոնք դևերի և չար հոժարության բուն գործերն են։ Այդ ամենը հոգատար ջանասիրությամբ և զգոն խոնարհությամբ կարող է կատարել միայն այն մարդը, որի կամեցողությունը չի մղվում դեպի ստորին հաճույքները։ Խելացի մարդկանց պետք չէ լսել ամեն տեսակի զրույցներ, այլ միայն այնպիսիք, որոնք օգուտ են տալիս, որոնք տանում են Աստծո կամքի ճանաչմանը, որովհետև նա է ճանապարհը, որով մարդիկ նորից վերադառնում են կյանքին և հավիտենական լույսին։ Հիշեցնենք, որ Սուրբ Անտոն Անապատականը խելացի է համարում այն մարդկանց, ովքեր ձգտում են աստվածճանաչողությանը և Աստծո պատվիրանները պահելուն, և ոչ թե նրանց, ովքեր կրթված են և շատ բան գիտեն։ Նրանք, ովքեր ջանում են ապրել առաքինի և աստվածասեր կյանքով, պետք է հեռանան մեծամտությունից և ամեն տեսակի դատարկ և սուտ փառքից ու ջանան կյանքը և սիրտը ուղղել դեպի բարին, այսինքն դեպի Աստված։ Աստվածասեր կայուն միտքը առաջնորդող և Աստծո մոտ տանող ճանապարհ է։ Ոչ մի օգուտ չկա գիտություններ ուսումնասիրելուց, եթե հոգին չունենա բարի և աստվածահաճո կյանք։ Բոլոր չարիքների պատճառը մոլորությունն է, հրապուրանքը և Աստծուն չճանաչելը։ Բարի կյանքի մասին խորին մտածումը և հոգու մասին հոգածությունը ստեղծում է բարի և աստվածասեր այրեր։ Աստծուն փնտրողը գտնում է Նրան ամեն հեշտասիրություն հաղթահարելով, Նրան անդադար աղոթելով։ Այդպիսիները չեն վախենում դևերից։ Այս աշխարհի բարիքներով գայթակղվողները, ովքեր բառ առ բառ գիտեն, թե բարի կյանքով ապրողները ինչ պետք է անեն և չեն անում, նմանվում են նրանց, ովքեր դեղորայք և բժշկության միջոցներ են ձեռք բերել, բայց դրանից օգտվել չգիտեն և նույնիսկ հոգ էլ չեն տանում դրա մասին։ Այստեղ խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր եկեղեցու մեջ են, ովքեր կարդացել են Աստվածաշունչը, Սուրբ Հայրերի խրատները, ովքեր լսել են եկեղեցու քարոզը, բայց ոչ փոխվում են և ոչ էլ ուզում են փոխվել, և ոչ մի ջանք չեն գործադրում դրա համար։
Շարունակենք։ Այսպիսով մեր գործած մեղքերի համար որևէ մեկին չմեղադրենք, այլ միայն ինքներս մեզ։ Քանզի եթե հոգին հոժարակամ տրվում է հեղգությանը եւ մնացած մեղքերին, ապա չի կարող հաղթող լինել։ Ով չի կարողանում տարբերել ինչն է բարի եւ ինչը չար, նրան պատշաճ չէ դատել, թե մարդկանցից ով է բարի եւ ով չար։ Աստծուն ճանաչող մարդը բարի է, իսկ երբ նա բարի չէ, ապա նշանակում է չի ճանաչում Աստծուն եւ երբեք նրա կողմից չի ճանաչվի, որովհետեւ Աստծուն ճանաչելու միակ միջոցը բարությունն է։ Բարի եւ աստվածասեր մարդիկ, երբ որ անգամ որևէ մեկին հանդիմանում են, դա անում են նրանց դիմաց եւ նրանց ներկայությամբ, իսկ բացականերին ոչ միայն անձամբ չեն հանդիմանում, այլև դա արգելում են բոլոր նրանց, ովքեր փորձում են նրանց մասին ինչ-որ մի բան ասել։ Զրույցների ժամանակ ոչ մի կոպտություն չպետք է լինի, որովհետև խելացի մարդկանց սովորաբար զարդարում է համեստությունը եւ ողջախոհությունը, առավել քան կույսերին։ Աստվածասեր միտքը հոգին լուսավորող լույս է, ինչպես արևը մարմինն է լուսավորում։ Քո դեմ ապստամբող յուրաքանչյուր կրքի ժամանակ հիշիր, որ ովքեր իսկապես իմաստանում են եւ ցանկանում են իրենց վիճակը դնել պետքական եւ ամուր հիմքի վրա, իրենց համար քաղցր են համարում ոչ թե ապականացու հարստություն ձեռք բերելը, այլ իրական փառքը երկնքի արքայության մեջ։ Ահա թե ինչն է նրանց երանելի դարձնում։ Հարստությունը կարող են քեզանից գողանալ, հզորները այն կարող են խլել քեզանից, իսկ հոգու առաքինությունը միակ անվտանգ եւ անկողոպտելի ստացվածքն է, ընդ որում այնպիսին, որը մահից հետո էլ փրկում է ձեռքբերողներին։ Ովքեր այսպես են մտածում, հարստության եւ այս աշխարհի մյուս ուրախությունների ունայնության խաբուսիկ փայլը նրանց չի կարող հրապուրել։ Անհաստատները եւ անկիրթները չպետք է փորձեն մտավոր այրերին, այսինքն հոգևոր անձանց։ Մտավոր է նա, ով Աստծուն հաճո կյանք է վարում եւ ավելի շատ լռում է, իսկ եթե խոսում է, ապա խոսում է քիչ եւ միայն պիտանին եւ Աստծուն հաճելին։ Առաքինի եւ աստվածասեր կյանքի ձգտողները նախանձախնդիր են հոգևոր առաքինություններ ձեռք բերելու համար, եւ դրանք դառնում են նրանց հավիտենական մխիթարությունը։ Ժամանակավորից նրանք օգտվում են միայն այնքան, որքան հարկավոր է, եւ ինչպես տալիս եւ կամենում է Աստված, օգտագործելով այն ուրախությամբ եւ ամեն ինչի համար գոհություն հայտնելով, եթե նույնիսկ դա շատ չափավոր լինի, որովհետեւ հարուստ սեղանը սնում է միայն մարմինը որպես նյութականի, իսկ Աստծո ճանաչողությունը, ժուշկալությունը, բարությունը, բարեգործությունը, բարեպաշտությունն ու հեզությունը մոտեցնում են Աստծուն եւ մարդուն նման դարձնում իր Արարչին։ Սուրբ Անտոն Անապատականի հոգեշահ խրատներից Սուրբ հայրերի ժառանգությունը։ Սուրբ հայրերի հոգեշահ խրատները լսելու համար հետևեք Սուրբ Հարության տաճար Facebook-յան էջերին։ Հետևեք նաև անկյունակար կոչվող մեր YouTube-յան ալիքին եւ մշտապես հաղորդ կլինեք Սուրբ հայրերի ժառանգությանը։ Ձայնագրությունները հասանելի են նաև մեր Telegram-յան ալիքում։ Աստված պահապան լինի ամենքիդ, Փառք Հորը եւ Որդուն եւ Սուրբ Հոգուն, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։